արձագանք չունեք, ես կարող եմ արձագանքել որպես հարց տամ, էլի որպես վարող։ Պարոն վարչապետ, նաև ես ենթադրում եմ խոսքը վերաբերվում է նրան, որ օրինակ այդ մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով եւ այլն, հիմա հաճախ նաև փորձում են ընտրություններին մասնակցել, փորձում են հին սովորությունները հետ բերել, փորձում են, ամենայն դեպս նման փորձ անում են եւ մեր հանրության մեջ բնական է այդ հարցը կա, բա ինչ ենք անելու դրա հետ եւ ինչ ծրագիր ունի կառավարությունը այդ հարցը լուծելու համար, որտեղ իրոք փորձում են ու փորձելու են։ Ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում են այդ փորձը կատարելու, այն հին եղած տրամաբանությունը հետ բերել։ Կառավարությունը ունի մի ծրագիր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը ապահովել ժողովրդի ազատ արդար թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի։ Այսինքն հիմա ուրիշ տեղեր էլ բաներ կան։ Այսօր բանտում մարդիկ կան, մինչև հիմա ասում են, այ ընտրությունից առաջ ձերբակալվում են, ասում են տենց արին, որ ընտրությունները կեղծ են, ընտրություններից հետո ձերբակալվում են, ասում են այ տենց արին, որ ընտրությունների արդյունքները ժողովրդի ընտրությունը չկայանա, ընթացքում է դա տեղի ունենում, ասում են այ դա արին, ժողովուրդ ջան, չհասկացա, այսինքն ինչ, ես պետք է համարեմ, որ ես ավելի լավ եմ համարում, թե ով է արժանի ժողովրդի ձայնին, ով արժանի չի, գնում ընտրում են, ժողովուրդն է ընտրում, մեր առաքելությունն է, որ ժողովուրդը պետք է ունենա ազատ ընտրելու իրավունք, ապահովել ենք ազատ ընտրելու իրավունքը։ Կամ այն օրն էլ էլի գյուղում գնացել եմ, մի քաղաքացի ասում է, այս ինչ ալիքը ինչի չես փակում։ Ասում եմ հարգելիս, ուզում ես փակես, դու փակի։ Ասում եմ ես ոնց փակեմ, ասում եմ պուլտը ձեռը տա։ Ընդ որում պարտադիր չի, որ անդադ ալիք փոխելիս հանդիպես։ Իրա մեջ կարգավորում կա, որ ասում ես այս ալիքը իմ մենյուից հանի, դու փակի։ Ինչ եք ուզում անընդհատ Հայաստանում այդ բանի պետության, այդ բան ընկալումը, որ պետությունը մի հատ սենց բան է, մոնստր է, որ աչուձախ սաղին փրթում է։ Չի լինելու այդ պետությունը։ Չի համենայն դեպս մեր օրոք այդպիսի պետություն չի լինելու։ Եվ մարդիկ ունեն ընտրության իրավունք։ Արդարադատության հետ կապված խնդիրների մասին ասել եմ, այո, էդ էլ է հարց, որ այդ նույն երդվյալ ատենակալների հետ կապված համիշտ երբ որ ասում են, չէ, այս մեր երկրում խնամի մարդիկ շատ են ճանաչում, չհասկացան, բայց այդ քննիչին մարդ չի ճանաչում, այդ դատախազին մարդ չի ճանաչում, դատավորի մարդ չի ճանաչում, դատախազի մարդ չի ճանաչում, այսինքն հետո ասել է, որ այդ մարդիկ ավելի արդար են, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի։ Ես ասում եմ, ոչ, ուղիղ հակառակն է։ Եվ արդարությունն արդարադատությունն է պետք է կապ ունենա ժողովրդի հետ։ Ինչպիսին էլ լինի այդ արդարադատությունը, ժողովրդի արդարադատությունն է։ Նույնն էլ ընտրությունը։ Հիմա մենք ասում ենք, այն ժամանակ էլ 96-ին էլ այն հետագայում բահու չենք թողելու սրան ընտրի, բահու չենք թողելու նրան ընտրի։ Չհասկացա։ Մենք թողելու ենք ու ուսում եք ընտրեք ժողովուրդ ջան, ընտրեք, վայելեք։